Այսօր ընտանիքի տոնն է, հետևաբար մեր հարցերը կլինեն ընտանիքի մասին։ Նկարագրեք ձեր ընտանիքը մեկ բառով։ Երջանիկ, Խաղաղ, Ամրոց, օրհնություն, հանգստավայր, ուրախություն, Խաղաղություն, ապահովություն, հոգատարություն, սեր, Ինչ է ընտանիքը ձեզ համար։ Աստու կողմից ամենամեծ պարգևը, նվերը, մարդուն, Երևի թե դարբնոց։ հրաշք едեմ, Մթնոլորտ, որտեղ միշտ ուզում ես լինես։ Ընտանիքը Աստծո տված նվերը։ երկնքից իրական օրհնությունը։ Ինձ համար այս աշխարհի վրա ամենաապահով տեղը։ Նշեք ձեր կողակցի ուժեղ կողմերից մի քանիսը։ համբերում է ինձ, երկայնամտություն, Հավատարմություն, վարություն, ստաբիլություն, հավատարմություն եւ իմաստություն։ ուժեղ կազմակերպչականություն, նվիրվածություն ու խելացիություն։ Իրա ուզածին հասնող, չհանձնվող, ու ահա որ համբերատար։ Ամեն բան ինչ որ անում է, ամեն բան մեջ մշտական արել։ Կողակիցը համ զորավոր է, համ հավատարիմ է։ Չհանձնվել եմ։ Լսող է միշտ խնդիրների դեմքով ու օգնող։ Որ մեկը նշեմ։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ զույգերին։ Լինել adekvat։ Լինեն ներող ու սիրող։ Միմյանց հանդեպ լինեն փողզիչող եւ ցածրացնեն իրենց եսը։ Համաձայնեմ։ լինել ներողամիտ ու պատրաստ լինել նվիրվելու։ Չվիճել, հաշտվել, համակերպվել ու սիրել։ Այդքան շատ չվախենալ։ Բոլոր հարցերի մեջ Աստուն դիմել, վատ, լավ հարցերի մեջ, բայց միշտ Աստված ներկա լինի ընտանիքի մեջ։ Ամեն ինչ անել, ատամներով կպնել, որպեսզի չմաշվի սերը ու այն ամեն ինչը ինչ որ ընտանիքի ու փոխհարաբերությունների գլխավոր հիմքն է։ Ինչպես կառուցել ամուր ընտանիք։ Սիրով, Աստուն հավատալով, սիրելով։ Երբ որ ընտանիքի հիմքում Աստված է, կարծում եմ ընտանիքը ամուր կլինի։ Աստծո առաջնորդությամբ։ Աստծո խոսքով։ Սիրելով, համբերելով եւ իրար հանդուրժելով։ Ինչը տիրոջ հետ է կառուցվում։ Միշտ հաստատ է, խաղաղ ու երջանիկ։ Որն է ընտանիքի երջանկության գրավականը։ Իրար հանդուրժելը ու իրար լսելը։ Ներելը։ Ընտանիք, սեր ու բարի